Արփիլի ազգային պարկին հարակից համայնքներում մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի նպատակը տեղացիներին իրենց բնակավայրերի զարգացման գործընթացում ներգրավելն է։ Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում Հայաստանում ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 8 համայնքային ծրագրեր յուրաքանչյուրի համար տրամադրելով մինչև 4 միլիոն դրամ դրամաշնորհային աջակցություն։ Քանի որ ռեգիոնը շատ հարուստ է տնական ռեսուրսներով եւ նաեւ Արփի լճի շուրջը, որ ազգային պարկի Արփի լճի շուրջը ամեն ինչ տեղի ունենում, գլխավոր նպատակն է տեղացի բնակիչներին օգնել այդ հարստությունից օգտվել, որպեսզի զարգանալ կայուն ձևով, ինչ է նշանակում կայուն զարգացում, դա զարգանալ այսօր պահպանելով ապագա սերունդների իրավունքը նաեւ, այսինքն չսպառենք այսօր ապագա սերունդներինը եւ պահպանել բազմազանությունը իրականում։ Ծրագիրն իրականացվում է Արփի լճին հարակից բնակավայրերում, Աշոտսկ եւ Ամասիա համայնքներում։ Համասիայի համայնքից 11 բնակավայր եւ 7 բնակավայր Աշոտսկից եւ առաջի էտապը այն է, որ ձևավորվի խմբեր եւ ներկայացնեն նախագծեր, զարգացման նախագծեր, որոնց իրանց համար է։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր կլաստեր կներկայացնի 3 առաջարկ, որոնցից մասնագիտական ժյուրին կընտրի մեկը։ Հաղթող ծրագրերը կիրականացվեն համայնքների մասնակցությամբ։ Կլինեն 8 կլաստեր հիմնականում, այսինքն 18 բնակավայրը բաժանվում է 8 կլաստերի եւ տեղացիները ակտիվ մարդիկ հիմնականում երիտասարդներ, կանայք, հորդորում ենք նաեւ կանայք էլ ակտիվ լինեն եւ հիմա մեր դերն է նաեւ իրենց օգնել գիտակցել այդ հարստությունը եւ այն օգտագործել կայուն ձևով, որպեսզի զարգանալ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 11-ն է, իսկ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 13-ին, ծրագրերի ընտրությունը տեղի կունենա հունիսին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության կողմից, KfW զարգացման բանկի միջոցով եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից բնության համաշխարհային հիմնադրամ Հայաստանի հետ համատեղ։ Կանայք կլիմայում եւ էներգետիկայում հասարակական կազմակերպությունը իրականացնում է ֆինանսական մասնակցային մոտեցումը թիրախային համայնքներում։